եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրեն չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Իրենք ընդամենը 30% տվյալներ ունենալով հայտարարում են, որ արդեն հաղթել են։ Բայց դուք գիտեք, որ 30%-ը դա ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են, հենց սկսվեց քաղաքների արդյունքները, իրենք սկսեցին շատ մեծ թափով նվազել։ Դրա համար անցան հատուկ գործողությունների և մենք նույնիսկ պատկերացում չունենք ինչ գործողությունների։ Դրա համար ես ուզեցի տեղյակ պահեմ, որ ապօրինությունները շարունակվում են, անհասկանալի ընտրությունները շարունակվում են և անպայման առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք նոր կարող ենք ասել և անպայման հայտարարությամբ հանդես կգանք ընտրական ընտրության արդյունքների մասին և նորից մեր կարծիքը կհայտնենք։ Դուք տեսնում եք ինչ են անում, նույնիսկ գիշերվա ժամը 12-ին երբեք տանում են, լսում են ընտրատեղամաս զինվորականներին, որ քվեարկություն անեն, անպայման ցանկություն ունենալով հաղթել այս ընտրապայքարը, չունենալով դրա համար ոչ մի հնարավորություն։ Իրենք դա զգացին, հենց սկսեցին արդյունքները հաշվել, հենց սկսեցին քաղաքների արդյունքները հաշվել։